Մենք որոշակի դժվարություն ենք ունենում կերպական հարցերում եւ դրա հետևանքով նաեւ ունենում ենք բաց թողումներ, այսինքն մարդիկ չեն իրազեկվում ժամանակին։ Այս հարցը կազմակերպական հարց է, դա պետք է քննարկենք եւ երկրորդ արդեն նախնական գիտեք այնպես է ստացվել որ կարող է ձեզնից ոմանք շատ ավելի լավ կազմակերպիչներ լինեն, շատ ավելի լուրջ գաղափարներ կրողներ, բայց նախաձեռնողները իրենց վրա են վերցրել բեռը եւ նախնական փուլում ուզում են անել իրենց ներողություն եմ խնդրում ինձ թվում էր անջատելի ուրեմն որոշված է արդեն նախնական, բայց միայն նախնական, որ եկող 5 շաբթի օրը ամսի 9-ին ժամը 4-ին Դավիթ Հաշենի իմ առանձնատանը անկաշկանդ մթնոլորտում քննարկելու ենք նախաձեռնողական մի գործողություն, որը կապված է ուղղակի, բայց բավականին անառարկելի իշխանությունների կոռուպցիոն հանցախումբ լինելու հանգամանքի հետ։ Այսինքն տասնյակ հարյուրավոր հարցեր կան, որոնք մենք բարձրացնում ենք, սկսած հայրենիքի դավաճանությունից, ինքնորոշման իրավունքի ոտնահարում, քաղաքականավորների երկիր դարձնել Հայաստանը բռնապետական հակումների դրսևորում, տնտեսական տերոր, հարկային տերոր, բայց այդ բոլորի հիմքում ընկած է հանցախումբը։ Եվ քանի որ այդ մտածում ենք լինի իսկապես ինչպես մեզ համար է անառարկելի, նաև հանրության համար անառարկելի դառնա, մտածում ենք որոշակի ժամանակ տալ մեզ, ինձ խնդրել եմ, որ ես այսօր նախնական ներկայացնեմ այն, որը ես ասացի համարում ենք, որ անառարկելի է, որ գործ ունենք ոչ թե վատ իշխանավոր Նիկոլ Փաշինյանի եւ նրա մերձավորների հետ, այլ գործ ունենք օրենքով իրավաբանորեն հիմնավորված կոռուպցիոն հանցախմբի հետ, որի անցյալում ընդունած բոլոր որոշումները զրո են, քանի ամիս, քանի շաբաթ կմնա իշխանության այդ ընթացքում իր ընդունելիք որոշումները նույնպես զրո են, եւ այս մոտեցումը ոչ միայն մերժողական է, այլ նաեւ կառուցողական, որովհետեւ դրա հիմքում ընկած է մի բան։ Մեր երկրի դժբախտությունների պատճառն այն է, որ իշխանությունը պատկանում է ոչ թե ժողովրդին, ինչպես նախատեսված է սահմանադրությամբ, այլ պատկանում է նրան, ով որ այս անհաջող մեղմ ասեմ սահմանադրությամբ մի կերպ եկել է իշխանության։ Հիմնական սկզբունքը հետևյալն է. օրինավոր մարդկանց համար ապօրինությունների սեփական նկատառումներ ունեցող եւ հետին նկատառումներ ունեցող մարդկանց համար լավ պետական համակարգը թշնամի է, իսկ վատ պետական համակարգը աջակից։ Դրանից ելնելով տարիներ շարունակ ներկաներից շատերի հետ համատեղ մեր արած գործողությունները, որոնց արդյունքում հստակ դարձավ, որ գործ ունենք կոռուպցիոն հանցախմբի հետ, որոշել ենք ներկայացնել ձեզ, որպեսզի դուք բոլորը նույնպես ձեր մասով, բայց փաստաթուղթ ընդունել ենք ոչ թե այսօր, նույնիսկ նախագիծը ներկայացվելու է 5 շաբթի օրը, եկող 5 շաբթի։ Եվ ես ուղղակի ըստ մեր երեկոյան դատարանում կայացած պայմանավորվածության միայն կներկայացնեմ 2 րոպե ձեզնից խնդրելով, որպեսզի հոգեբանորեն դրան պատրաստվենք։ Այսօրվա մեր հիմնական գործը մնում է խստագույն անդրադարձ, շատ հստակ, անվիճելի անդրադարձ Սրբազանի բռնադատման նկատմամբ եւ երկրորդ մասում երբ մենք պիտի հավաքվենք, այնտեղ արդեն հիշելով բոլոր առաջարկները կփորձենք կուր փաստաթուղթ պատրաստել։ Այժմ ես ներկայացնում եմ այնինչ մենք նախատեսում ենք քննարկել որպես արդեն նախաձեռնողական լուրջ եւ հիմնավոր գործողություն։ Ես 2 րոպե ասացի, բայց կարող է 1 րոպե ասենք բանի պետք լինի որոշ բացատրությունների։ Ազգային համագործակցության գլոս սեղանի հայտարարությունը մենք ներքոստորոգրյալ ներկայացուցիչներս այդ կառույցի հապավումը ստացվում է ԱՀԿՍ ներքոստորոգրյալ ներկայացուցիչներս հաշվի առնելով, որ 2020 թվականի փետրվարի 12-ից Հայաստանի Հանրապետությունում ստեղծված է սահմանադրական փոփոխությունների պետական կառույց, որը պարտավոր էր որոշակի ժամանակահատվածում պատրաստել բարեփոխումների նախահայեցակարգ, ապա եւ նախագիծ,
Այսպես որ գիտեք, 20 թվականի ապրիլին պիտի ունենայինք հայեցակարգ, հունիսին պիտի ունենայինք նախագիծ։ Չունեցանք, ապրիլին հետաձգվեց ժամկետը։ Փաստելով, որ չնայած նորմատիվ իրավական ակտով սահմանված ժամկետների բազմակի երկարաձգումներին եւ աշխատանքների համար հատկացված հսկայական դրամական միջոցներին չի ներկայացվել ոչ հայեցակարգ եւ ոչ էլ նախագիծ, իմիջիայլոց ասեմ, որ հակագիտական է հայեցակարգ պատրաստելու հասկացությունը։ Հայեցակարգը պիտի սկզբից լինի, որ դու նախաձեռնես, գոնե հայեցակարգի հիմնադրույթները պիտի լինեն, սրանք երբեք չասացին, թե ինչի էին նախաձեռնում սահմանադրական բարեփոխումներ։ Շարունակությունը, մտահոգվելով այն իրողությամբ, որ նման պայմաններում պետական բյուջեից չկատարված աշխատանքի համար հատկացված գումարները ըստ էության քրեորեն հետապնդելի ապօրինի վարձատրություններ են, դա մոտավորապես 500 միլիոն դրամի հասնում, պես որ փոքր գումարի մասին չի խոսքը։ Տեղեկացված լինելով, որ 2018 թվականին կառավարությանը եւ 2020 թվականից մինչեւ 25 թվականը ուղղակիորեն եւ միջնորդավորված սահմանադրական բարելավումների այդ հանձնաժողովին փոխանցված բացարձակ ժողովրդավարության հայեցակարգն ու սահմանադրության միակ ամբողջությամբ ավարտուն նախագիծը ոչ մի անգամ չեն քննարկել, ինչը կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ կետի կոպիտ խախտում է։ Ուղղակի ասեմ, որ հանրագրերի մասին օրենքը նույնպես խախտել են, բայց այլ բան է սահմանադրական օրենքի խախտումը, որի 21-րդ կետում գրված է, եթե կուսակցությունից ստացվում է դիմում հանրագիր կառավարական մարմինների կողմից, նաև պետական ինքնակառավարման նույն հոդվածում է, ապա նրանք պարտավոր են քննարկել, ոչ մի անգամ չի քննարկվել։ Չքննարկել նշանակում է իշխանության չարաշահում եւ զարգացման մեջ, եթե դու ստուգում ես դա քրեական օրենսգրքի հոդված է եւ կոռուպցիոն հոդվածների, կոռուպցիոն հանցանքների շարքում է։ Եթե դու օգտագործելով իշխանական լծակները քո ենթակային արդարադատության նախարարին պարտադրում ես անել բաներ, որոնք չեն բխում իր իրավասություններից եւ արդարությունից, այդ բոլորը նույնպես քրեական հանցագործություն է։ Ուրեմն կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածը մեզ իրավունք է տալիս, դուք բոլորդ կարող եք հիշել որպես կուսակցության ներկայացուցիչ փոխանցած ձեր դիմումները, եւ եթե դրանք չեն քննարկվել, դա ավելանում է այստեղ ներկայացված մեղադրանքին։ Մեր դեպքում կա 3 լուրջ մեղադրանք, բայց շարունակեմ արձանագրելով այն, որ գործում է քրեական օրենսգրքով նախատեսված իշխանության չարաշահմամբ նորմատիվ իրավական ակտերի, սահմանադրական օրենքի, պետությանը խոշոր չափերի նյութական վնաս պատճառելու եւ այլ կոռուպցիոն կատարման երևույթների հետ, խիստ վտանգավոր համարելով ներկայացված երևույթների նկատմամբ Հայաստանի գլխավոր դատախազության եւ հակակոռուպցիոն կոմիտեի պատասխանատուների հովանավորչական կեցվածքը պաշտոնապես իրենց դիմել ենք եւ մի դեպքում ստացել լրություն, մյուս դեպքում ստացել տվեք մեզ փաստեր։ Մենք նշում ենք փաստերը, իրենք ասում են մեզ փաստեր տվեք քննարկել։ Իսկ չքննարկելու փաստը ակնհայտ է, որովհետեւ նորմատիվ ակտը, որով իրենք պետք է գործեին, պահանջում է գործել միայն հրապարակավ։ Եվ եզրափակիչ մասում ես ներքոստորագրերներս։ Մենք խոսում ենք օրվա իշխանությունների նոր սահմանադրության անվան տակ անկախության հռչակագրի կարգավիճակը փոխելու դավադիր մտադրությունների մասին։ Սակայն ճիշտն այն կլինի, որ այդ գործի վերահսկման մենաշնորհը վերցվի օրինախախտ իշխանությունից։ Այսինքն մենք ոչ թե պետք է ասենք չի կարելի անել, այլ դու ով ես, դու արդեն հանցագործ ես, կոռուպցիոն հանցագործ ես բազմաթիվ հոդվածներով։ Եվ մենք չենք ուզում, որ մեր երկիրը կառավարվի կոռուպցիոն հանցախմբի կողմից։ Պահանջում ենք, կրկնում եմ, սա ապագայի համար է, որպեսզի բոլորս խորենք, միասին տեսնենք։ Պահանջում ենք քրեական պատասխանատվության ենթարկել մեղավորներին, անմիջապես մասնագիտական հանձնաժողովի, հենց իրենց ստեղծած հանձնաժողովի, հրապարակային քննարկել վերոնշյալ հայեցակարգն ու սահմանադրության նախագիծը։